Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, տեսակապի միջոցով զրուցելու եմ Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, Մարիամ ջան, ես եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Առաքելյան, խորհրդարանը նոր խորհրդարանը մեկնարկել է իր աշխատանքները, ձևավորվում են հանձնաժողովներ, հանձնաժողովի նախագահներ են առաջադրվում եւ շատ ուշագրավ է քաղաքասարակության կողմից էլ սա մատնանշվեց, որ Եվրոինտեգրման հանձնաժողովը բաժին է հասել ըստ էության պրոռուսական քաղաքական ուժին, որը երբեք չի թաքցրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, երբեք չի եղել Հայաստանի Եվրոինտեգրման ջատագովը, բայց վերցրեց այս հանձնաժողովը։ Ձեր դիտարկմամբ սա ինչ նպատակ ունի եւ ինչ ռիսկեր կարող է պարունակել այս մեր process-ի հետ կապված։ Դե նախ իմ դիտարկմամբ դա ոչ թե պրոռուսական ուժ է, այլ հենց ռուսական ուժ է, որտեղ իրենք ոչ մի Հայաստանը նպաստ գաղափարներ առաջ չեն բերում, իմ կարծիքով, այլ բերում են ընդհակառակը այն շահերը իրենց խոսքում, որոնք որ ձեռ են տալի Ռուսաստանին։ Եվ իմ կարծիքով դարձյալ, գիտեք, յուրաքանչյուր գործակալական ցանցը աշխատում, ամենալավ աշխատանքը կատարում է, եթե գտնվում է ինչ-որ մի կառույցի ներսում։ Ներսից դա անհամեմատ ավելի հեշտ է խոչընդոտել յուրաքանչյուր աշխատանքը եւ լրտեսական տվյալներ ստանալ, քան եթե դրսից ես դա փորձում հավաքել։ Դա պարզապես ինչ-որ մի հատ ռեպլիկ իմ կողմից, այն ինչ-որ տեղի ունեցավ ազգային ժողովում, երբ փաստացիորեն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները այդպես հայտ տվեցին եւ հետո փաստորեն հիմա մասնակցելու են շատ ակտիվ կերպով Եվրոինտեգրման այդ հանձնաժողովին, դա խոսում է նրա մասին, որ իրենք իմ կարծիքով փորձում են պարզապես ներսից խոչընդոտել այդ կոմիտեի աշխատանքը։ Ընդհանրապես այդ process-ի գործընթացն են փորձում խոչընդոտել։ Ինչպես դա կարող են իրենք անել։ Իրենք կարող են յուրաքանչյուր քայլի վրա, յուրաքանչյուր որոշման հետ կապված ինչ որ ժողովներ նշանակել, քննարկումներ նշանակել, հարցադրումներ բարձրացնել, արդյոք դա չի խոչընդոտում, ասենք, ԵԱՏՄ-ի եւ շահերին, չի խոչընդոտում, իսկ Ռուսաստանի կարծիքը, բերեք մի հատ Ռուսաստանի հետ ուրեմն այդ հարցով խորհրդակցենք։ Նման ինչ որ քայլերով իրենք կարող են պարզապես, չեմ ասում, որ պարալիզացնել, չեն կարող պարալիզացնել Փառք Աստծո, որովհետեւ մեծամասնությունը այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագրինն է խորհրդարանում, բայց լուրջ կերպով ինձ թվում է կարող են խոչընդոտել պարզապես ձգձգել այդ աշխատանքը։ Այն ինչի մասին մենք հիմա խոսում ենք, որ անհրաժեշտ է ինչքան հնարավոր է շուտ դիվերսիֆիկացիա անել տնտեսությունը եւ լոգիստիկ կապերը, որ մեր արևմտյան եւ Եվրոմիության գործընկերները մեր համար բավականին լուրջ հնարավորություններ են հիմա ստեղծում եւ նույնիսկ կարելի է խոսել այդ հնարավորությունների պատուհանի մասին։ Մենք չգիտենք թե ինչ կլինի, ասենք մի տարի հետո, 2 տարի հետո։ Եվ ռուսական ուժերը ստապ դա գիտակցելով, որ հիմա այդ հնարավորությունների պատուհանը բաց է եւ շատ լուրջ է բաց, եւ Եվրոպան պատրաստ է յուրաքանչյուր քայլերի, ինչի մասին խոսեց Եվրոմիության տարբեր ներկայացուցիչները եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջերս ինքը նշեց, որ յուրաքանչյուր Ռուսաստանի խոչընդոտի վրա, յուրաքանչյուր Ռուսաստանի ուրեմն արգելքի վրա մենք ձեռք կմեկնենք եւ այդ արգելքի հարցը կլուծենք։ Ինչի մասին է դա խոսում։ Դա խոսում է նրա մասին, որ աննախադեպ իրավիճակ է հիմա Եվրոմիության, ասենց ասեմ, բյուրոկրատական կառույցի մեջ։ Տենց բան, տենց նախադեպ ես անձամբ չեմ հիշում, որ շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում իրանք այդպիսի լուրջ եւ այդպիսի արագ կերպով որոշումներ ընդունեն։ Եվ այդ որոշումները փաստացիորեն ընդունվում են։ Եվրոմիությունը եւ գումարներ է տրամադրում, եւ ճանապարհներ է բացում, եւ լոգիստիկան է բացում իր, եւ մաքսատուրքներն է հանում, եւ ամեն ինչը Հայաստանի համար հիմա փաստացիորեն նույնիսկ խոսքը գնում է նրա մասին, թե ապագայում
Ռուսաստանը ասենք թե գազի հետ կապված խնդիրներ ստեղծի, հա, էլի դրա մասին իրենք են առաջինը խոսում։ Իրենք խոսում են դրա մասին, որ այո, մենք ձեզ կհատուցենք, մենք ձեզ կօգնենք, Հայաստանը մենակ չի մնա, մենք ձեր կողքին ենք։ Եվ այդ պայմաններում ռուսական ուժերը, Ռուսաստանը, Կրեմլը, ասենց ասեմ, իրենք հասկանում են, որ ոնց այս process-ը պետք է դրսից կանգնեցնելը շատ բարդ կլինի, բերեք փորձեք ներսից դա ինչ որ ձևով չկանգնեցնենք, բայց ամենայն դեպս կխոչընդոտենք այդ աշխատանքը։ Եվ ինչը եւ տեղի ունեցավ։ Ուրիշ ոչ մի բան եւ դրանից չեմ տեսնում պարզապես։ Այն խոսունքները, կներեք, այն խոսունքները նրա մասին, որ դե մենք կողմ ենք այդ նույն այդ ուժեղ Հայաստանին, Արեգ Կարապետյանը, հա, որ խոսում էին իրանք նրա մասին, որ դե մենք կողմ ենք, մենք դեմ չենք Եվրոմիությանը, մենք կողմ ենք, որ բայց ուրիշ Եվրոմիության հետ, ուրիշ կապեր, ուրիշ ինչ որ բաներ, ինչա, դա պարզապես դատարկ ջուր ծեծոց է։ Որովհետև Ռուսաստանին Եվրոմիության ու Հայաստանի կապերը չեն հետաքրքրում ընդհանրապես։ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը ընդհանրապես կապ չունենա ոչ Եվրոմիության հետ, ոչ Միացյալ Նահանգների հետ, նույնիսկ արաբական երկրների հետ, ընդհանրապես աշխարհի հետ ոչ մի կապ չլինի, կախվածություն լինի 100%-անոց միմիայն Ռուսաստանից եւ Հայաստանը լինի դրա շնորհիվ պարզապես Հայաստանը սարքեն խամաճիկ, որ իրենց կամքով ինչպես դա եղել է 30 տարի այս վերջին նախագահների ժամանակագործընթացի ժամանակա, այդպես էլ շարունակ իրենց նպատակը վերջնանպատակը դա է։ Իրենք միշտ խոսել են նրա մասին, որ Հայաստանը ֆորպոստ է, դուք դա ձեր երկիրն է, ինչի մենք պետքա ոչ թե երկիր լինենք, այլ ինչ որ մի ուրիշ երկրի կցորդ ֆորպոստ, դա է իրենց նպատակը։ Ռուսաստանից անընդհատ հնչող պահանջները հանրաքվե անցկացնելու մասին, երեկ էլ գալուզիններ այդ մասին խոսել, որ մինչև դեկտեմբեր լավ կլինի Հայաստանը այդ հանրաքվեն անցկացվի ԵՏՄ թե Եվրամիություն։ Սա փորձելու են նաև տեղական ընդդիմության միջոցով Հայաստանին պարտադրել ձեր դիտարկմամբ։ Դե գիտեք, իրենք դրա մասին անընդմեջ խոսում են, արդեն ինչ որ դեդլայններ են խոսում։ Ճիշտ է, դա ինչ որ առաջի դեմք չի Գալուզինը, չեմ կարող իրան առաջին դեմք անվանեմ, ինքը դե այնտեղ ընդհանրապես դեմքեր չկան Ռուսաստանում, հա, եկեք դրա հետ մի հատ համակերպվենք, որ այնտեղ կա մի անձնավորություն, որը ունի տարբեր տեսակի բերաններ, հնչեցնելու միջոցներ, հա, Գալուզինը երրորդ 4-րդ կարգի հնչեցնելու միջոց է։ Իրենք պարզապես դա հերթական ինչ-որ մի սպառնալիքն է, որ տեսեք մինչև դեկտեմբեր, եթե դուք չկողմնորոշվեք, մենք ինչ-որ քայլերի կդիմենք հասկանալով, որ ձմեռվա բերան, այսպես ասած, հա, մենք ինչ-որ պետք է ավելի ակտիվանանք, քանի որ մեր կախվածությունը ռուսական գազից, բան եւ իրենց պատկերացմամբ իրենք այդ սցենարով մեզ կկարողանան չոքեցնել մեր երկիրը, բայց համոզված եմ, որ դա չի ստացվի առաջին հերթին, որովհետև իրենք այդ սցենարը մի քանի անգամ արդեն են օգտագործել, փորձել են օգտագործել տարբեր պարագաներում եւ Մոլդովայի հետ կապված եւ ընդհանրապես Եվրոմիության հետ կապված, հա, բայց ոչ միտեղ ոչ մի բան չի ստացվել։ Իսկ Հայաստանի պարագայում դա նույն Եվրոմիության համար դա այնքան փոքր խնդիր է, ես տենց ասեմ, հա, գումարային տեսակետից թեկուզ վերցնենք, հա, փոքր խնդիր է, որ Եվրոմիությունը բավականին հեշտությամբ այդ խնդիրը կարող է ի վիճակի է լուծել։ Միգուցե ինչ որ մենք էլ բնականաբար ինչ որ հետևանքներ կզգանք մեր վրա միգուցե, հա, չգիտեմ, գնային դա կլինի, թե ինչ որ բան կլինի, բայց եթե տեսնենք թե նշարի վրա ինչ է դրված ընդհանրապես, հա, մեր անկախությունը, մեր ապագան, մեր երկրի զարգացումը վերջի վերջում, մեր երկրի անվտանգությունը, այդ ամեն ինչը մենք չնչին բանը, հա, գազը կթանկացնեն։ Եթե մենք, ես ավելին ասեմ, այն թվերը, որի մասին խոսում եմ, որ եվրոպական գներով, ուրեմն Ռուսաստանը մեզ գազը վաճառելու, դա նախ անհեթեթություն է, երկրորդ հերթին, կներեք, եթե իրանք տենց ինչ-որ խոսույթներ տանեն ու փորձեն ինչ-որ իրոք քայլերի դիմել, մենք հնարավորություն ունենք ինչ-որ ուրիշ տարբերակների, հա, նույն թուրքմենական գազը կարող է լինել, նույն Իրանի գազը մենք հիմա արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի մենք այդ մեր գազատարի անօգնությունը ավելի մեծացնենք, հա, ես չեմ բացառում նույնիսկ Ադրբեջանի հետ կապված մենք կարողանանք տարբեր տեղերից մենք կարողանանք նույնիսկ ոչ թե կախվածություն ունենանք մի երկրից, այլ ունենանք ու հիմա շատ կարևոր պահ է, եթե մենք կարողանանք
Ռուսաստանին ցույց տանք այս ամիսների ընթացքում, որ մենք ունենք պատրաստի ալտերնատիվ սցենարներ, ես ձեզ հավատացնում եմ, որ Ռուսաստանը ոչ գազը կթանկացնի, եթե թանկացնել դա ինչ-որ սիմվոլիկ ինչ-որ գնով, հա, ոչ էլ ինչ-որ տենց քայլերի կդիմի, որտեղ ինքը իրանք կհասկանան, որ Հայաստանը պարզապես իրենք մեկընդմիշտ արդեն կկորցնեն, եւ այդ վերջին իրանք լծակներից մեկը իրանք պարզապես կկորցնեն, իսկ գազը ինչ խոսք, լուրջ լծակ է իրենց ձեռքում, բայց դրա դեմ մենք կդիմանանք ու դա մեր համար ամենևին ինչ-որ մահացու սցենար չի։ Թրիփի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից պարոն Առաքելյան 1 տարի անցել, համատեղ նաև հայտարարություն ընդունվեց։ Հետաքրքիր է խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը, որքան էլ որ փաստաթղթում ամեն ինչ նշված է, հստակ արձանագրված է, որ դա ճանապարհ է եւ ոչ թե միջանցք։ Դիմադիր ուժերից մեկ օրինակ Հայաստան դաշինքը շարունակում է կրկնել Ալիևի խոսույթը, որը ներքին լսարանի համար շատ հաճախ օգտագործում է, այսպես ասած, Զանգեզուրի միջանցք։ Ուժեղ Հայաստանը օրինակ համարում է, որ սա ճանապարհ է։ Դուք այս տարակարծությունը ինչպես եք գնահատում ու արդյոք սա ինչ-որ լուրջ տարաձայնության առիթ է ձեր կարծիքով ընդդիմության ներսում։ Ես չեմ կարծում, որ իրանց ներսում ինչ-որ տարաձայնություններ կարող են լինել, որտեղ իրենք բոլորով իմ կարծիքով ծառայում են մի արքայի։ Եվ այդ արքան ինչ որոշում կընդունի, այն էլ իրանք կկրկնեն։ Եվ այն փաստը, որ իրենք փորձում են կրճվել ամեն անգամ Ալիևի կամ որևիցե ադրբեջանական օֆիցիալ դեմքի կամ ոչ օֆիցիալ նույնիսկ դեմքի ինչ-որ խոսքերից եւ այդ խոսքը սկսում են տարածել այնտեղ ինչ-որ մի երրորդ կարգի ինչ-որ խորհրդական ինչ-որ մի խոսք է հնչեցնում, չգիտեմ, ինչ-որ մի հատ ասենք թե ինչ-որ ժողովի ժամանակ, հա, իրենք բոլոր իրանց մեդիաներով, որոնք որ լավ ֆինանսավորվում են, իրանք սկսում են դա արձագանքել, դրա մասին սկսում են խոսել, այդ թեման սկսում են բարձրացնել, լայնացնել, մեծացնել, հասկանում եք, դա ինչի մասին է խոսում։ Խոսում են նրա մասին, որ իրենք պարզապես փորձում են վախ տարածել հայկական միջավայրում, ժողովրդի մոտ, որ տեսեք, այս Ադրբեջանը, այդ sense բան ասեց, հենց բան ասեց, Ալիևը այս խոսքերը հնչեցրեց, ասեց, որ, չգիտեմ, որի օր թվականին ասել էր, որ ադրբեջանցիները պետք է ուրեմն տեղափոխվեն Հայաստան, մինչև հիմա իրանք դրա մասին խոսում են, տարիներ են անցել արդեն, հա, խոսում են դրա մասին։ Իտալիայում ինչ-որ ինֆորմացիա, ինչ-որ մի օֆիցիալ անձ խոսքեր հնչեցրեց, որ ուրեմն ցանկ կարդաց այն պետությունների, որոնք որ թեորետիկ կարող են ընդունել ուրեմն փախստականներ, եվրոպական փախստականներ, եւ ցանկի մեջ կար նաեւ Հայաստանը։ Դրանից հետո միանգամից այդ ցանկը հանվեց, նշանակվեցին ուրիշ երկրներ, որից մեջ արդեն Հայաստանը բնականաբար չկար, բայց պարզապես դա կարծիք էր։ Դա այդ կոնկրետ անձի ինչ որ մի կարծիքներ, որոնք ասեն, դե այս երկիրներ կարա ընդունի, կամ այն երկիրներ կարա ընդունի, եթե մենք լավ ֆինանսավորենք, հա։ Դա ոչ մի հիմք չուներ իր տակ։ Մեր իրենց մեդիաները, այդ ռուսական այդ ուժերի ֆինանսավորող մեդիաները, իրենք սաղ ժապավենները լցրեցին այդ նյութով, որ հեսա Հայաստան բերում են փախստականին։ Դա սուտ է, դա ստի ու վախի տարածում է պարզապես։ Եթե մենք մոտենանք ավելի պրագմատիկ կերպով, իրենք ոչ մի հիմք չունեն իրենց տակ, ես նկատի ունեմ այդ ասպես ասած ընդդիմադիր ուժերը, ինչ որ մի նպատակի հասնելու։ Եթե մենք պարզապես սթափ գիտակցենք, թե ինչի մասին է խոսքը բնավ։ Եթե մենք, չգիտեմ, հիմա ընտրություն են, մեզ ստիպում են, ասում են ընտրություն կատարեք Եվրոպայի ու ԵԱՏՄ-ի մեջ։ Իրար կողք դրեք, ԵԱՏՄ-ն ու Եվրոմիությունը, հա, դա անգնահատելի ինչ որ երկու տարբերակներ են։ Այդ նույն բանն է ինչ որ գնահատել, չգիտեմ, Զապարոժեց ավտոմեքենան ու Մերսեդես ավտոմեքենան, հա։ Ինչա, կարելի է իրանց ինչ որ համեմատել իրար հետ։ Ոչ։ Ու իրանք էլ են դա գիտակցում։ Դրա համար էլ իրենք խոսում են նրա մասին, որ դե մենք դեմ չենք Եվրոպային։ Մենք էլ ենք ուզում Եվրոպան, մենք պարզապես մեր ձևերով ենք փորձում գնանք Եվրոպա, թե գնանք, թե չգնանք, թե կապեր հաստատենք, դա պարզապես դատարկ խոսակցություն է։ Էլ եմ ասում, իրենց հիմնական նպատակը դա նաև որպեսզի Հայաստանը լինի ռուսական ֆորպոստ, ոչ ավել, ոչ պակաս։
Օրինակ իրենց այս ազգային ժողովում իրենց մոտեցումները ձեզ ինչ են հուշում առաջիկա տարիներին ինչ որ կոնստրուկտիվ աշխատանքի հնարավորություն կլինի խորհրդանում, թե մենք օրինակ տեսնել ենք 8-րդ գումարման ազգային ժողովի մոտավոր նույն պատկերը մի փոքր այլ դեմքերով։ Գիտեք, ես նոր բան չեմ ասի, շատ-շատերն են խոսել դրա մասին, ես այն թվում, որ այս ազգային ժողովը մակարդակի տեսակետից, որակի տեսակետից բավականին նույնիսկ զիջում է անցյալ ազգային ժողովին, հա։ Եվ եթե անցյալում ամենայն դեպս մի քիչ ինչ-որ ավելի հմուտ KGB-ի ներկայացուցիչներ էին ներկա այդ ազգային ժողովում, գիտեին ինչ են խոսում, ինչի մասին են խոսում, որ կոճակներին է պետք կոնկրետ ավելի սեղմել, որպեսզի իրանք ինչ-որ նպատակի հասնեն, հա։ Այս ազգային ժողովում ես տեսնում եմ, որ ինչ-որ կրտսեր լեյտենանտների մակարդակի ինչ-որ կամ սերժանտների մակարդակի ինչ-որ ժողովուրդ է հավաքվել, որոնք որ այդ կոճակների տեղերը էսքի չգիտեն, թե ինչա պետք սեղմել, ինչը պետք չի ընդհանրապես սեղմել, ինչի մասին է պետք խոսել, ինչի մասին չարժի խոսել։ Իրենք իրանց խոսույթը մեր երկիրը հիմա մենք բոլորս տեսնում ենք, որ բավականին լուրջ տնտեսական, հա, խնդիրներ ունենք մենք մեր առջև։ Մենք ունենք մեր առջև անվտանգային ամենակարևորը խնդիրներ։ Մենք բազմաթիվ ցանկերով կարելի է գնալ, թե ինչի մասին կարելի է խոսել հենց առաջին նիստից սկսած, իսկ ինչի մասին էին իրենք խոսում։ Իրենք դատարկ ինչ-որ դուք թուրք տեսել եք, չեք տեսել, դուք գնացել եք, ինչ քանի հոգի եք հանդիպել, չեք հանդիպել, իսկ դուք այնտեղ ինչ եք, ընտանեկան ինչ-որ, չգիտեմ, փողոցային, բակային խոսակցություններ են վարել, որտեղ իրենց մակարդակը հենց դա է։ Իրենք ուրիշ խոսույթ չունեն, իրենք ուրիշ գաղափար ներկայացնելու, առաջ տանելու, հա, կառուցողական ինչ-որ քննադատական հնչեցնելու հնարավորությունը չունեն, այդ IQ-ն իրենց մոտ գոյություն չունի պարզապես։ Իրենք խոսում են այն թեմաներից, որոնք որ իրենք սովոր են խոսել իրենց ընկերական շրջապատում։ Ուրիշ ոչ մի բան, այդ մարդիկ, ելեմ մի անգամ արդեն ասել որ քամով քշված ինչ-որ մարդիկ են, որոնք որ եկել են հայտնվել են ազգային ժողովում, որոնք որ բացարձակապես պատրաստ չեն նրան, որպեսզի ներկայացնեն նման մակարդակի վրա մեր երկիրը, որպեսզի որոշումներ, օրենքներ առաջադրեն եւ ընդունեն, այդ մարդիկ դրան պատրաստ չեն, իրանք այդ հնարավորությունը, մտովին հնարավորությունը, այդ բանականությունը պարզապես չունեն իմ կարծիքով։ Եվ դա է ամենաահավորը եւ դա է ինձ բերում այն մտքերին, որ չգիտեմ, այս ազգային ժողովը ընդհանրապես ինքը հնարավորություն ունի ինչ-որ երկար գոյատևման, թե ոչ։ Այսինքն կարծում եք, որ հնարավոր է ինչ-որ փուլի արտահերթ ընտրություններ լինեն նաև, նկատի ունենալով այս իրավիճակը, ամեն ինչ վիժեցնելու նաև իրենց ցանկությունը։ Եթե իրանք փորձեր անընդմեջ փորձեր կատարեն, կաթվածահարել ազգային ժողովի աշխատանքը։ Եթե պարզապես փորձեն խոչընդոտներ ստեղծել ամեն քայլի շուրջ, ամեն մի որոշման շուրջ, եթե բացարձակապես ոչ մի աշխատանք չտարվի, ասենք, չգիտեմ, նույն օրինագործության մեջ, հա, կամ ինչ որ տարբեր բնագավառ, տարբեր ուղղություններով ազգային ժողովը շատ լուրջ օրգան է։ Եվ եթե իրենք, ինչպես ասեցի, կաթվածահար անեն աշխատանքը, ապա կարծում եմ, որ չգիտեմ, վաղ թե ուշ ինչ որ հարց կկանգնի, թե արդյոք այսպիսի ազգային ժողովը մեզ ներկա պարագայում պետք այն պահին, երբ Հայաստանը շատ լուրջ խնդիրներ ունի լուծելու իր առջև դրված, մենք ունենք փաստորեն օրենսդիր մի կառույց, որը որ չի աշխատում։ Ընդհակառակը խոչընդոտներ է ստեղծում եւ չգիտեմ, շատ բարդ է այդ թեմայով ես չեմ ուզում, ես անցյալ ազգային ժողովի մասին էլ էի, ես ժամանակին հիշում եմ, որ խոսում էի դրա մասին, որ բավականին մեծ խնդիրներ կան ու ելի կասկածներ էի արտահայտում դրա վերաբերյալ, որ արդյոք մինչեւ ժամկետների վերջը կաշխատի թե ոչ, հիմա էլ ավելի մեծացավ այդ խնդիրները եւ այդ հարցերը իմ մեջ ամենայն դեպս ավելի են հզորացել, մեծացել եւ այդ պատասխանները ես ցանկ սրտի չունեմ։ Շնորհակալություն պարոն Առաքելյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում էի Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ կհանդիպենք։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։